Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Եվ այսպես բարեկամներ շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կօգնեն ձեզ ամենօրյա փնտրտուքի մեջ, թե ինչ այսօր պատրաստենք եւ ինչով զարմացնենք մեր ընտանիքի անդամներին։ Այդ գործին մենք ներգրավել ենք նաեւ սկսնակ խոհարարներին։ Բարեկամներ, գիտեք, որ մեր հաղորդաշարը նաեւ ուսուցողական է եւ մենք մեծ ուրախությամբ այսպես ճանապարհ ենք տալիս մեր եկող սերնդին։ Այս պահին իմ հյուրն է բարեկամներ Սվետլանա Սմբատյանը, ով սովորում է Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում։ Ողջույն Սվետլանա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Տրամադրությունը բարձր է։ Շատ։ Ինչ ենք պատրաստելու Սվետլանա, այս լավ պատրաստելու ենք թթվասերով հավիտոշը ցոնելու ենք լոլիկների մեջ։ Այո։ Եվ չորացրած լավաշով մատուցելու։ Այո, ինչ բաղադրիչներ են հարկավոր մեզ։ Մեզ հարկավոր թթվասեր, հավիտոշ, սխտոր, չորացրած լավաշ, լոլիկներ եւ ընկույզ։ Եվ ընկույզ։ Շատ լավ, դու որևէ տեղ տեսնում ես իմ օգնությունը այս գործին։ Այո, սխտորը խնդրեի, որ մանր կտրատեք։ Լավ։ Իսկ ես կփորձեմ դոշը թելթելանել։ Կրծքամիսը հավի եփված է նախորոք։ Այո։ Ավելացնում ենք սամիթի, ընկույզի եւ սխտորի վրա հավիտոշը։ Նրան ավելացնում ենք թթվասեր, մոտ 2 ճաշի կթալ։ Երեք։ Համեմնում ենք աղով, սև պղպեղով։ Աղով, սև պղպեղով։ Իսկ աղով։ Աղա ես խնդրեմ։ Լավ խառնում ենք, որպեսզի համասեռ զանգված դառնա։ Ես կխնդրեմ ձեզ լոլիկները օգնելուց։ Լոլիկները փորենք, դու միայն ասա թե որ մասից են, այսպես է դրվելու։ Ոչ, այսպես։ Այսպես է դրվելու։ Շատ լավ, այդ ձևավոր մասով։ Հատուկ դանակի օգնությամբ։ Խավարտը պատրաստ է։ 15 պտուղով կոթը։ Եվ փարիզյան գտալով, այսպես միջուկը։ Փարիզյան գտալով մի փոքր միջուկը հեռացնում ենք, որպեսզի աղցանը լցնենք։ Հարկ եղած դեպքում այս միջուկից կարող ենք մենք ուտեստներ պատրաստել։ Այո։ Չէ՞։ Այսինքն խոհարարը այստեղ պիտի նաև մտածի։ Ֆանտազիան։ Այո, որ մթերքները ամբողջությամբ օգտագործեն, չէ՞։ Այո։ Սա ինչի եմ հատուկ Երբեք պետք նշում։ չի թափել։ Ապրես դու։ Սա հենց դրա համար էլ ես նշում եմ, որ խոհարարը պիտի մթերքի նկատմամբ ունենա Հատուկ ուշադրություն։ հարգանք եւ ուշադրություն, չէ՞։ Ես ձեզ կխնդրեմ մի փոքր լցոնեք մեջը։ Լցոնենք արդեն։ Ահա։ Լավ է։ Ես մի ջուր մեծ։ Մի քիչ մեծ։ Այո։ Իմ լցոնածը եւ քո լցոնածը տարբերվելու է։ Ձերը շատ գեղեցիկ է։ Սվետլանա ջան, մնաց ինչ-որ մի զանգվածի։ Կարելի է զանգվածով փոքրիկ գնդիկներ անել եւ շարել կողքին։ Մաքսիմալ օգտագործենք ամբողջ։ Ամեն ինչ պետք է օգտագործել։ Կարելի է լավաշների վրա դնել։ Իսկ լավաշին մենք ասում ենք միշտ հացերի հացը։ Այո։
Հացերի հաց։ Դու երիտասարդ ես եւ ավելի շատ ես հետևում լուրերին։ Դեռ աշխարհը լավաշի մասով մեզանից շնորհակալություն չի հայտնել, որ մենք հայտնագործել ենք, հայտնաբերել ենք, ստեղծել ենք։ Շնորհակալություն հայտնել է։ Հայտնել է աշխարհը արդեն լավաշի համար։ Այո, որտեղ մեր ամենահամով լավաչը մեր Հայաստանում է սրկում։ Այո, հայտնել է, տեսակ, որ նորություն իմացանք, ուրեմն լավ է աշխարհի նկատմամբ պիտի մենք էլ բարյացակամ լինենք, որ հասկացել են, որ սա հացերի հացն է եւ նույնիսկ շնորհակալություն են հայտնել մեզ հայերիս, մեր նախնիկ ստեղծել են այս հիանալի հացը եւ աշխարհը շատ գոհ է դրա համար։ Ահա։ Իսկ հիմա կփորձենք սամիթով ձևավորել։ Բարեկամներ, մինչ Սվետլանան գծեվավորի սամիթով, նորից հիշեցնեմ, մենք կտրատեցինք սխտորը, կանաչին սամիթը, խաշած հավի կրծքամիսը մանրացրինք եւ այնտեղ ավելացրինք նաեւ ընկույզ, աղ, պղպեղ, թթվասեր եւ ունեցանք միջուկ, իսկ միջուկը տեղադրեցինք եւ լոլիկի մեջ եւ մեր այս հրաշք լավաշից չիպսերի, այսպես ասենք, իրականում համեմված լավաշի մեջ։ Մի փոքր էլ ընկույզ, հա? Այո։ Էս էլ իմ կողմից։ Ահա, ունեցանք մի գեղեցիկ նախուտեստ Սվետլանայի ձեռքով պատրաստված։ Ապրես Սվետլանա, դու ունես առաջարկ հորդոր կամ որևէ ցանկություն հայտնելու մեր հեռուստատեղերին։ Նախ ուզում եմ շնորհավորել կանանց մի ամսյակը։ Նրանց ցանկանալ միշտ մեր կողքին լինեն, տղամարդկանց կողքին լինել եւ միշտ այսպես հետաքրքիր ուտեստներ մատուցել նրանց։ Հարգելի եւ սիրելի կանայք, միշտ եղեք տղամարդկանց կողքին։ Շնորհավորում եմ ես էլ, միանում եմ Սվետլանայի շնորհավորանքներին եւ ուզում եմ բարեկամներ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սվետլանային, այս լույս աղջնակին, ով այսպես ուրախ եւ խանդավառ տեսքով պատրաստեց այս հիանալի ուտեստը։ Շնորհակալություն Սվետլանա, ապրես դու աղջիկ ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հանդիպելու ենք ամեն օր եւ ամեն օր ունենալու ենք լավ տրամադրություն։ Բոլոր հանդիպումները պիտի ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը թող լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք մի քիչ համբերություն, բարություն տարածենք բարեկամներ մեր շուրջը։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Հավով աղցան, հավի կրծքամիս 200 գրամ, սխտոր 1 բջեղ, թթվասեր 2 ճաշի գդալ, ընկույզ 70 գրամ, լոլիկ 2 հատ, լավաշիկներ, աղ, բարյախորժակ։